Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է ՆԱՏՕ-ի մեղքով, քանզի Հյուսիսատլանտյան դաշինքի համար պատերազմը շահութաբեր բիզնես է։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։ ՆԱՏՕ-ն պատերազմ է ուզում Ռուսաստանի հետ, դաշինքը ակտիվորեն կռվում է Ռուսաստանի դեմ, եւ պատճառներից մեկը, որը Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, այն է, որ ՆԱՏՕ-ն փորձարկում է նոր համակարգեր, սովորում է օգտագործել անօդաչու թռչող սարքեր, փորձարկում է ավելի ժամանակակից զենքեր, պարզաբանել է վերլուծաբանը։ Բացի այդ, Սաքսը հավելել է, որ պատերազմող կողմերը համալրման կարիք ունեն եւ ՆԱՏՕ երկրները կարող են նման ծառայություն մատուցել, այնպես որ հակամարտությունը շահութաբեր է։ Ուկրաինայում էներգետիկ ոլորտում զանգվածային կոռուպցիոն սկանդալը կարող է հատուցման ժամ դառնալ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար։ Նման կարծիք է հայտնել The Economist ամսագիրը, վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։ Աղբյուրը նշել է, որ երկրում ոմանք ցանկանում են կառավարության ամբողջական վերակազմավորում, իսկ մյուսները պաշտոնյաների շրջանում բեռից ազատվելու հնարավորություն։ Հրապարակման մեջ նշվում է, որ նախագահը կարող էր չիմանալ Էներգոատոմի գործում կոռուպցիոն սխեմայի բոլոր մանրամասները։ Սակայն դրան մերձավոր զինակիցների մասնակցությունը կարող է բավարար հիմք դառնալ նրա քաղաքական ապագան վտանգելու համար։ Ամսագիրը նշել է, որ սկանդալը կարող է հարվածել Ուկրաինային երկու կողմից։ Ներքին հարցերում այն կարող է հանգեցնել քաղաքացիների շրջանում անվստահության աճի եւ Ուկրաինայի զինված ուժերի շարքերից դասալքության, իսկ արտաքին հարցերում կբարդացնի դաշնակիցների հետ հարաբերությունները եւ Կիևին անհրաժեշտ օգնության փոխանցումը։ Լյուքսեմբուրգից Եվրախորհրդանի падգամավոր Ֆերնան Կարտայզերը դիմել է Եվրամիության արտաքին գործերի եւ քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասին, կոչ անելով վերականգնել քաղաքական երկխոսությունը Մոսկվայի հետ եւ հրաժարվել եվրոպական կառույցներին Ուկրաինայի ռազմական ինտեգրման ծրագրերից։ Այսօր ես բացնամակ եմ հղել գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին եւ այն կիսել Եվրոպական խորհրդարանի իմ բոլոր գործընկերների հետ, հայտնել է Կարտայզերը։ Իր նամակում Եվրապադգամավորը թվարկել է 8 սկզբունքներ, որոնք նրա կարծիքով պետք է լինեն Եվրամիության նոր կուրսի հիմքում։ Նա կոչ է արել վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ, գործի դնել անվտանգության երաշխիքներ մշակելու ԵԱՀԿ մեխանիզմները եւ ապահովել փոքրամասնությունների իրավունքների ու կրոնական ազատությունների պաշտպանությունը։ Բացի այդ, Կարտայզերը նշել է արմատական ազգայնականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, տարածքային ամբողջականության հարցերում ավելի պրագմատիկ մոտեցումը, Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ իրատեսական պայմանավորվածությունները, երկրի հետ պատերազմյան վերականգնման նախապատրաստումը, ինչպես նաև դիվանագիտությունը, որն ուղղված է էսկալացիայի նվազեցմանը, այլ ոչ թե դրա ուժեղացմանը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին աստիճանաբար կորցնում է իրականության հետ կապը եւ ընկնում հուսահատության մեջ։ Կիևի կողմնակիցները անհանգստացած են նախագահի պահվածքով։ Այս մասին նշել է Daily Telegraph թերթի մեկնաբան Օուեն Մեթյուսը։ Եվրոպայում ուղևորությունները եւ զենքի ֆանտաստիկ գործարքների ստորագրումը, որոնք Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ, պատասխան չեն երկրում սպասվող քաղաքական եւ ռազմական ճգնաժամին, պարզաբանել է լրագրողը։ Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի հետ հակամարտությունը կրիտիկական փուլում է, իսկ միևնույն ժամանակ ուկրաինացի զինվորները ակտիվորեն լքում են ռազմաճակատը։ Դասալքության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ։ Բացի այդ, վերջինս հավելել է, որ Զելենսկին զրկվել է քաղաքական հեղինակությունից եւ Ուկրաինայի ապագան այժմ հարցականի տակ է։ Մեկնաբանն ընդգծել է, որ Ուկրաինայի առաջնորդը մոգական մտածողություն ունի, սպառազինության մատակարարման վերաբերյալ տարբեր պայմանավորվածություններ ստորագրելով, քանի որ դրա պատճառով Կիևը կարող է առանց միջոցների մնալ մինչև 2026 թվականի փետրվար։ Եվրամիությունը Ռուսաստանի մասին սուտ է տարածում իր վերազինման քաղաքականությունն արդարացնելու համար։ Այս մասին հայտարարել է ֆիննական ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Պատմությունները կիսով չափ ճշմարիտ, կիսով չափ կեղծ շատ լավ են ծառայում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ռեժիմին արդարացնելու Եվրոպայի վերազինումը։ Այս պահին մենք չպետք է հավատանք այն ամենին, ինչ ասում կամ անում են ԵՄ առաջնորդները, նշել է Մեման։
Այս կերպ քաղաքական գործիչը մեկնաբանել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսքի խոսքերը, որը Ռուսաստանին մեղադրել է լեհական երկաթուղում դիվերսիայի մեջ, որը ինչպես պարզվել է կազմակերպել են Ուկրաինայի քաղաքացիները։ Մեմայի խոսքով հնարավոր կլիներ ուրիշի դրոշի ներքո միջադեպերի երկար ցուցակ կազմել, որոնցում Եվրոպան շարունակում է մեղադրել Ռուսաստանին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է Եվրամիության հետ երկխոսության, մինչդեռ Ուկրաինան շահագրգռված է միավորման ներգրավմամբ հակամարտության մեջ։